Հարգելի դեպքներ այս պայն կզրուցենք Երևանի ավական հանրապետության Մեսրոպ Մանուկյանի հետ։ Ինչ մեկնաբանություն կտաք։ Նախ դատապարտելի է ու անընդունելի է այս պատկերը, որը ստեղծողը, ծնողը, գործող իշխանությունն է, հերթական անգամ ժողովրդի մեջ ատելություն, թշնամություն են սերմանում, իսկ դա անընդունելի է, ուղղակի անընդունելի է։ Անընդունելի է, որ մեր ազգային ամենակարևոր մեր հենասյունը, մեր եկեղեցին, մեր հավատքը, մեր քրիստոնեությունը աշխարհով մենք հպարտացել ենք, որ այն ազգն ենք, որ առաջինը քրիստոնեություն ենք ընդունել։ Այսօր այս մարդիկ ուզում են քանդել այդ արժե համակարգը, հասկանում եք, իրանց բուն նպատակը մեկն է, քանդել արժե համակարգը ու վերջ, հասկանում եք, այս է խնդիրը, այս։ Մանուկյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց, որ 1-2 օրվա խնդիր է վեհապարին հեռացնելը եւ իր խոսքով եկեղեցում ստեղծված քաոսը այդպիսով կավարտվի։ Այսպես ինչպես են հեռացնելու, ո՞րն է հեռացնելու ճանապարհը։ Տեսեք, հեռացնելու ճանապարհ չկա ու չի էլ լինելու։ Ինչի համար չկա, որովհետև վեհապարը ամենայն հայոց կաթողիկոսն է մեր եւ ես էլ եմ պարագանչի, որ իրանք քննել են SMS-ով մեկին ինչ-որ մեկին ուզենան հեռացնեն կամ քննել են ԱԱԾ-ով գան մեկին բռնեն գործից հանեն, հասկանում եք, կամ օրինակի համար շրջիկ թափառախումբ չկարողանան հավաքել Շիրակի մարզում, բռնեն մարզպետ հեռացնեն։ Այս այդ տարբերակը չի, հետեւաբար ես իր այդ խոսքերը իմ համար ոչինչ են, չեմ էլ ուզում մեկնաբանեմ։ Ու դրա տարբերակը չկա էլ։ Գյումրիում Ալեն Սիմոնյանը իրենց այդ պատարակի ժամանակ հայտարարեց, որ հաջորդ պատարակը պետք է լինի մայր աթոռում, մայր տաճարում։ Սա ըստ էության իրենց նշանակում էր, որ այսպիսի բան կլինի եւ կհավաքեն իրենց աջակիցներին, կփորձեն գրոհել մայր աթոռի վրա։ Ինչ կարծիք ունեք։ Տեսեք, իմ կարծիքով այս իրանց ապրոբացիան է, ինչ որ բան են ուզում փորձել, բայց ինչպես եթե մի փոքր փորձեք ձեր տեսախցիկը վեր բարձրացնել, կտեսնեք, որ նույն շրջիկ թափառախումբն է ման գալիս, ովքեր ոչ մի կապ չունեն ոչ հավատքի հետ, ոչ հայության հետ, ոչ մեր ազգային ինքնության հետ։ Եվ հիմա իրանք այդ են կիրառում, հասկանում եք։ Հիմա եթե իրանք չեն ուզում ինչ-որ լարվածություն, այս ոստիկաններին որ տեսնում եք, այս բոլորին կտանեին են կողմ։ Իրանք այդ փորձ ունեն, հասկանում եք։ Այդ ոստիկաններով քշենք տանեին են կողմ դրանց, հասկանում եք։ Հատուկ են իրանք անում, հատուկ։ Ու նաև կարծում եմ, որ գործող իշխանության վերնախավը հաճույք կստանա, եթե ժողովուրդը իրար ծեծեն, արյուն թափվի, կռիվանեն իրար հետ, հասկանում եք։ Քայլերը բախումների տանելու համար են ասել։ Իմ կարծիքով այո, իրանց խնդիրը որպեսզի իրանք բախում տանեն ու բախումը տանեն հենց Էջմիածնի Մայրաթոռի բակում, հասկանում եք։ Հենց Մայրաթոռի բակում կարող են հանգիստ մեր ոստիկանական ուժերը վերցնել ժողովրդին տանեն հեռու։ Ինչի համար են եկել ասել այստեղ։ Ինչի համար են եկել ասել այստեղ։ Մեր ոստիկանությունը ինչի՞ չէ մի գործը կարողանում է անել։ Մեր իշտ են ավելացել ազգային գվարդիա, մյուս։ Մենակ այդ ոստիկանական համակարգն է ավելանում, հասկանում եք։ Իսկ մեծաթիվ ոստիկաններն ինչի մասն են խոսում, այսքան ոստիկան մեկ էլ մեծ ցույցերի բողոքի ակցիաների ժամանակ են կուտակվում այդ հրապարակներում, որտեղ որ իրականացվում են այդ ակցիաները։ Նորից ասեմ, էլի, ոստիկանական ուժերին, որոնք որ իրանք բերել են, նախ չեն կարող են չբերել հասցնել այս կետին, հասկանում եք, այս ծիծաղ առնված, ինչի համար են բերել, ստեմասես նայեք, էլի, մետ նայեք, էլի, կամ այս կողմը նայեք։ Ինչ հասարակական կարգ, իրանք հասարակական կարգը խաթարում են, հետ ուզում են պահպանել, տենց չի էլի, հասկանում եք, իրոք դա տենց չի։ Օրինակ բարբերաբար այս կողմից հնչում են եկեղեցու բակում, մայր տաճարի բակում հնչում են հայհոյանքներ եւ նմանատիպ այլ գրեհիկ արտահայտություններ։ Ինչու չեն փորձում սաստել նրանց։ Ներողություն, ոչ թե իրանք չեն փորձում սաստել, իրենք են սովորեցրել, իրենք են ուղարկել, իրանք են դրդել, հասկանում եք։ Եթե մի մարդիկ, ովքեր խոսում են հոգեոր արժեքների, վեհ արժեքների մասին, գալիս են ստե գրեհիկ արտահայտություններ իրենց թույլ տալիս ասել, վիրավորական խոսքեր ու հայհոյանքներ, այդ մարդիկ են, այդ մարդիկ պետք է եկեղեցու մասին կամ արժեքների մասին խոսել։ Իրենք կարող են մենակ իրանց այդ անբարոյական արժեհամակարգի մասին խոսել։ Ու ես նորից եմ ասում, այսօր եկել եմ ստեղ իմ աջակցությունը ցույց տալու մեր առաքելական եկեղեցուն, վեհապարին եւ մենք պետք է մղջավանքից դուրս գանք։ Իսկ իրանց ասեմ, նախ եւ առաջ իմ գնահատականը, որ իրավունք կարծում նաեւ չունեմ, ես որ պետք է ազատվենք դավաճան տիրադավներից, այդ 10 եպիսկոպոսներից, հասկանում եք, մարդկանցից ու ի՞նչն է ծիծաղալի։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքով ամենավերջի խոսքերն ասում էր Նավասար Կճոյանի կամ Վայոց ձորի ներողություն, Վայոց ձորի մեր սրբազանի հասցեին, որ հեկ ունեն, էս ունեն, են ունեն, այսօր այդ մարդիկ եկեք կանգնել են իր կողքը, հասկանում եք, եկեք կանգնել իր կողքը, ինչ ասեք։
կճանի վրա քրական գործը փակում են կամ կարճում են, այսօր ինքը ելա մեր մայրաթորի դեմ, անթույլատրել է ու խիստ դատապարտել է։ Ես էլ եմ շնորհակալ։